Դանիելյան, դուք ակնկալում եք այսպիսի մեծ հանրահավաք եւ ընդհանրապես ձեր կարծիքը, տպավորությունը։ Իհարկե, էլ ավելի են շատանալու, չնայած այդ ռեպրեսիաներին, ես ասացի, որ իմ այսօրվա նաև հարցազրույցում ասել եմ, որ բավականին շատ ճնշումներ են եղել, առանձնահատուկ են մարդկանց, որոնք ակտիվություն են ցուցաբերել, այդ մարդկանց կանչել են բաժանմունքներ, որոշ նաև բերման ենթարկվածներ կան մեքենաներով, որ այո, ինձ տեղեկացրեցին, որ նաև առնվազն 2 նման դեպք է տեղի ունեցել, փորձում ենք ճշտենք որտեղ է, ինչ է, որովհետև դրոշով մեքենայով մարզերից այսպես ասած գալիս էին Երևան եւ այսինքն այդ ամեն ինչը մի խոսքով ինչ էլ որ ինչքան էլ որ ճնշեն, ինչքան էլ որ փորձեն ահաբեկեն, մեկը մեր ժողովուրդը այլևս հասկացել է ում հետ գործ ունի եւ պայքարելու է եւ այդ պայքարը իր պտուղները տալու է, որովհետեւ մենք չենք կարող մենակ թողնել եկեղեցուն, մայրաթոռը պիտի պաշտպանված լինի, քաղբանտարկյալները պիտի պաշտպանված լինեն, սրբազանները պիտի ազատության մեջ լինեն, Սամվել Կարապետյանը պիտի ազատության մեջ լինի եւ ես համոզված եմ, որ շատ շուտով մոտ ապագայում հայ ժողովուրդը ազատագրվելու է եւ ամեն ինչ լավ է լինելու։ Դանիելյան, դուք լավ գիտեք, Նիկոլ Փաշինյանը որևէ քայլի դեմ չի կանգնելու, ամեն ինչ անելու է, ռեպրեսիաներ, բոլոր այդ բռնաճնշումները մենք տեսել ենք այս 7 տարիների ընթացքում, բայց ինչքան էլ որ դա լինի, մեկը դուք տեսնում եք, որ արդեն այլևս դա չի ազդում, ինչքան էլ որ չգիտեմ, էլի։ Բայց բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ Բայց որ բանտերը լցված են, այդ բանտերում էլ տեղ չկա։ Այսինքն մենք բոլորս պիտի պատրաստ լինենք, որ վաղը միսօր կարող են ցանկացած մարդու հետևից գալ, բայց դա մեզ չպիտի հետ պահի պայքարից։ Մեր ընկերները ոգով ամուր են, մենք գնում ենք իրենց տեսակցում ենք, ում տեսակցությունները բաց է։ Իրենք որևէ մի քայլ հետ նահանջ չեն անում, ընդհակառակը կոչ են անում, հորդորում են ժողովրդին, որ իրենց մասին չանհանգստանան, իրենց պայքարը էլ ավելի մեծ թափով շարունակեն եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այսինքն չպիտի մենք մտածենք, որ գիտեք ինչ կա, իրենք բռնաճնշումների ենթարկեն, ժողովուրդն էլ պիտի վախենա։ Չի վախենալու։ Այս մեր պայքարի մեր ընկերները, որոնք տարիներ շարունակ անցել են այդ թոհուբոյի մեջով, որևէ մի քայլ հետ չեն անելու։ Քիչ առաջ հայտարարվեց, որ այն պահից, երբ մեր ձևով շարժումը կդառնա քաղաքական ուժ, այսինքն կուսակցություն, նախագահ կլինի Սամվել Կարապետյանը։ Ձեր կարծիքը այս շատ կարևոր հայտարարության հետ կապված։ Ես ուրախ եմ, ինչ կարծիք պետք է, միայն դրական։ Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, Սամվել Կարապետյանը շատ բան ունի մեր ժողովրդի համար արած, ինքը ազնվագույն մարդ է եւ եթե որոշել է, որ ինքը պետք է լինի կուսակցության ղեկավար, ես միայն ողջունում եմ, շատ ավելի լավ։ Հաշվի առնելով, որ այս իշխանությունը ցանկացած ազնիվ անձի, ցանկացած պարագայ միշտ պիտակավորում է, հիմա չեք կարծում, որ ավելի շատ վտանգավոր էսպես, ավելի շատ է թիրախավորելու, ավելի շատ նոր կեղտոտ գործեր են կարվելու։ Պիտակավորողները, թող այդ պիտակավորումները մի հատ հետ դառնան իրենց նայեն։ Իրենց անցած ուղին, իրենց ճանապարհը, իրենց արածը այս ժողովրդի եւ նաեւ չարածը իրանք ոչ մի բան են, իրենց վրա պետք չի կենտրոնանալ, ասինքն ինչ անկենսագիր մարդիկ, որոնք միայն ու միայն աղետ են բերել հայ ազգին, որևէ մի ոչ բարոյական, ոչ մի իրավունք չունեն կարծիք հայտնելու, ոչ սրբազանների, ոչ Սամվել Կարապետյանի, ոչ էլ են մարդկանց, որ նայեք այդ մարդկանց հետագիծը, նայեք այդ մարդկանց անցած ուղին, իրենք ով են, որ մի հատ էլ անուն դնեն կամ մենք էլ դրան նայենք, տեսնենք իրենք ինչ անուն են դնում։ Վաղը ազգովի գնում ենք դեպի մայրաթոռ։ Կխնդրեմ հոգևոր այդ ընթացքի մասին ասեք։ Շատերն ասում են գնում ենք մաքրվելու, գնում ենք հաղթանակի նոր ճանապարհով եւ Աստված առաջ։ Այո, մենք բոլորս հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները պատրաստ ենք ի պաշտպանություն մեր հորտան, դա մեր բոլորիս տունն է, դա մեր բոլորիս սրբավայրն է եւ որևէ մեկին թույլ չենք տալու պղծեն։ Ես միշտ ասել եմ, կրկնում եմ, մողոլ թաթարները անգամ չեն մտել եկեղեցի։ Իրենք մտել են եւ դրանով արժանանալու են Աստծո պատժին եւ ի վերջո ինչքան էլ իրենք փորձեն հարվածեն, ստվեր գցեն եկեղեցու վրա, եկեղեցին էլ ավելի ամրակուր լինելու, էլ ավելի պինդա լինելու եւ տասնյակ, 100 հազարավոր մեր հայրենակիցներ կանգնելու են ի պաշտպանություն
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ սա ոչ թե առանձին մի հոգեվորականի հարց է, ոչ թե ինչ-որ մեկին սիրել չսիրելու հարց է, սա բոլորիս պարտքն է, սա բոլորիս, չգիտեմ, էլի։ Սա ազգային ազատագրական պայքար կարող է։ Ինչ-որ մի բան չկա, որ հասկացողները գիտեն ինչի մասն է խոսքը, չհասկացողներն էլ ինչքան ասես, ասում հասկացողին մեկ ասա, չհասկացողին 1001։ Հենց այդ սկզբունքով էլ բոլոր հասկացող գիտակից մարդիկ հասկանում են, որ սա արշավ է մեր ինքնության դեմ, որը որ ուղղորդվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ կրկնում եմ, համոզված եմ ավելի քան, որ իրենք հարձակվելով Մայրաթորի վրա, իրենց քաղաքական վերջակետն են դնելու։ Շնորհակալություն։